ենք, առաջիկա ընտրություններում ինչ սպասելիքներ ունեք, արդեն կողմնորոշվել եք որ թիմին, որ ուժին եք ձեր ձայնը տալու։ Այո, կողմնորոշվել եմ։ Ուրեմն մեր քաղաքական դաշտը հիմա բաժանված է երկու մասի։ Նիկոլը եւ իր արբանյակները եւ ու կեղծ ընդդիմադիրները, դրանք մի կողմ, մյուս կեսը իրական ընդդիմադիրները։ Ես իրական ընդդիմադիրներին եմ պաշտպանում, ով դեմ է նրանց, ես նրանց կողմ եմ։ Օրինակ, 3 քաղաքական ուժ կա, որոնք կարող են անցնել անցողջի հաղթահարել։ Դրանք համարով ասեմ 3, 7, 17։ Այսինքն Սամվել Կարապետյան, 7-ը Գագիկ Ծառուկյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Այս 3-ից մեկին ես կկողմնորոշվեմ, մեկին ու մեկին ձայնս կտամ։ Եթե հնարավորություն ունենամ, 3-ին էլ կտամ, բայց չունեմ այդ իրավունքը։ Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանն էր այստեղ քարոզարշավ իրականացնում։ Եթե իրեն ընտրեք, հատկապես ինչու իրեն կընտրեք ու ասացիք, որ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին էլ ձայն կտաք։ Հա, իրանք ես ինչի համար 3-ին, հա։ Որովհետեւ իշխանական այս վարչական ռեսուրսը հաղթահարելու համար պետք են շատ ձայներ հակակշիռ։ Այս 3-ն են, որ կարող են կենտրոնացնել մեծ թվով քվեներ։ Իրանք միացյալ, եթե մեկը կարողացա, թող մեկն ասի։ Սամվել Կարապետյանը կարող է մենակ թող անցնի։ Եթե չէ, ուրեմն ով որ կանցնի, իրանք կհամախմբվեն եւ միասին իշխանափոխություն կատարեն եւ մենք կգնենք նորմալ հունի մեջ։ Գործող իշխանությանը Նիկոլ Փաշինյանին բացառում։ Ինչա։ Բացառում եք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում։ Ես 8 տարի է իր դեմ պայքարում եմ։ Իր քայլերի դեմ։ Դրանք անտրամաբնական, աննորմալ քայլեր են, որը բերեց մեծ կորուստների, կործանման բերեց։ Արցախի կորուստ եւ այլն։ Սիրում եմ, սրտիկներ է ուղարկում, թոշակներ է բարձրացրել ի վերջո, առողջապահական ապահովագրության այդ անվճար ծրագիրն է առաջ բերել։ Ասեմ, ուրեմն դրանք ընտրակաշարք են։ Չնայած իմ թոշակն էլ է բարձրացել, բայց ես չեմ ուզում այդ թոշակը մենակ երգիր լա, եթե երգիր եմ կորցնում, այդ 10,000 ինձ չի խապի, կամ գնամ բժշկի այդ խափեր, դրանով ես խափող մարդ չեմ։ Հայրենիքը, ժողովուրդը, իր ապագան, ինձ համար շատ ավելի կարևոր է, քան թե այդ ինչ-որ չնչի նյութական բաները։ Մի քիչ շատ, մի քիչ էլի կապրենք, բայց եթե երգիր կորցնենք, ում է պետք դա։ Հետո, բացի դրանից, հենց ընտրությունները, որ վերջանա ընտրությունները, Նիկոլը մեր կաշկինա քերթելու, բառից բուն իմաստով, սախ հետա բերելու ու տանելու է մեզ թուրքացման։ Այս ամենագլխավոր վտանգը թուրքացումն է։ Այս ներքին հարցերը տանելի են, կարելի է տանել, բայց որ երգիրը եւ ժողովրդին թուրքացման է տանում աստիճանաբար, քանի որ ինքը ոչ թե մեր ժողովրդի կամքի արտահայտիչն է, նա կոլաբորացիոն իշխանություն է, նա ծառայում է դրսից իրան օգնեցին թուրքերին, ադրբեջաններին առաջի հերթին, որտեղ նրանք են շահագրգռված Հայաստանը ծամել կուլ տալ, վերացնել, որպեսզի իրանց այդ միանան, տարածքը ընդհանուր տարածք դառնա, ու դա շատ հեշտ լինող բան է։ Այս մեր ժողովուրդը չի պատկերացնում ինչա գալու իր գլխին։ Այստեղ որ մենք կանգնած ենք, դա թուրքա կանգնելու, եթե այս իշխանությունը չփոխվի։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հանգամանքին ինչպես եք։ Շատ վատ են վերաբերում։ Ոչ մի կերպ չի կարելի մեր էթնիկական կազմը, այսօր մենք ունենք, սա մենք պետք է խնայենք։ Մենք պետք է թույլ չտանք էթնիկական կազմի փոփոխություն։ Ոչ մի դեպքում։ Եթե 300 թուրք եկավ ստեղ, դրանք բազմանում են ճագարի նման, խոսք չկա, 300-ը որ ասում են կբերեն 1100 մի բան էլ ավել, ինչ կան կբերեն, կգան Նիկոլին էլ կստիպեն, օրենքներ կընդունի, որ նրանք կարող են ամեն ինչ տնտեսական գործունեություն, սեփականություն եւ այլն, նա նրանց գործիքն է, ընդամենը գործիքն է։ Փաշինյանը Երևանում էլ է քարոզարշավանում, առհասարակ իր քարոզարշավի ժամանակ շրջում է փողոցներով ու մարդկանց Հայաստանի քարտեզն է բաժանում։ Հիմա դες գիտես ինչ, էդի աղավաղում է, մեր պատմության աղավաղում է դա, աղավաղում։
նա մեզ զրկում է հիշողությունից, այսինքն հեռանկարից, որ մենք հեռանկար չունենանք, վաղը մյուս օրը կարող է պայմաններ լինի, մենք մեր հողեր հետ ուզենք, ինչի պիտի չուզենք։ Եթե օրինակի համար հրեաները քանի տարի հետո, 2000 տարի հետո իրանք եկան, տիրացան, բայց ինչ գիտես ինչից հետո ինչ է լինելու։ Եթե ժողովուրդը երազանք չունենա ոչի բան, դառնում է անասուն, թող դառնան անասուն, դրանք դրան են տանում։ Մենք գնանք, ես չեմ գնա դրան։ Դրա համար մենք իրան ասում ենք ոչ։ Գնա ձեր գյուղում երկու հատ ոչխար պայի։ Ինչ գործ ունես դու ժողովուրդ կառավարես։ Ուրեմն դու ամենա ժողովուրդն է ինձ ընտրել։ Ժողովուրդը իրան չի ընտրվել, դա սարքվել է։ 18 թվականին ժողովուրդը դժգոհ էր նախկիններից եւ մի բան էլ ասեմ, նախկինները այդքան վատը չէին, ինչքան որ իրանք ներկայացնում են։ Այդ քարոզները, որ արել են ժողովրդին, թունավորել են արդեն, թույլ են մտցրել մեջը։ Սրանք էլ ոչ ուղեղ ունեն մեծ մասը։ Ոչ բան, ոչ գիտելիք ունեն, ոչ տրամաբանություն։ Սրանք մենակ կարան թութակի նման կրկնեն մեծ մասը։ Դե տեսնում ենք ով են ինչ են, տեսնում ես որ մարդ չի սա, մարդու կերպարանքով։ Դեպքում Քոչարյանին հաջողվի իշխանություն ձևավորել, օրինակ հայ-թուրքական, հայ-ռուսական հարաբերությունների ապագան ինչպիսին կլինի։ Շատ լավ կլինի, ինչի համար լավ կլինի, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ինքը նվիրված նորմալ մարդ է, այդ որ ասում են ես կան թալան մալան, դա երուրանք է սուտ բան է, ինչ-որ բան ունի, ինչի պիտի չունենար, եթե մերուսը կարող է ունենալ, ինքը նախագահ է, ինչի մի բան էլ ինքը չունենա, բայց որտեղից է տան, պետական բյուջեից է տալա են, չէ, ասենք օրինական ձևով եղել է մասնավորեցում, այս մարդը առել է, ասենք, կամ մեկը կարող իրան նվեր է տվել, հիմի դա մեզ համար հիմք է, որ ասենք թե քանի որ սա վատ է, այս Նիկոլը լավն է, դա հիմք չի։ Ասացիք Սամվել Կարապետյանին էլ ձայն կտա կցանկանաք նա ընտրվի։ Տեսեք, սահմանադրության օրենքներից ելնելով Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ։ Հիմա գիտեք ինչ, դրանք արհեստական ստից բաներ են։ Մենք իրան գիտենք, այդ մարդը դեմ չեք սահմանադրություն փոխելու։ Թող փոխեն, ինչ կա որ մեծամասնությունը դեմ փոխեն։ Դա երկրորդական բան է։ Մենք Սամվել Կարապետյանին ճանաչում ենք, գիտենք, չէ՞, հայաստանցի է եւ այլն, գնացել է, աշխատել է, ուր է հասել, ուրեմն ընդունակ մարդ է, չէ՞ այդ մարդը։ Ասում են բարերարչի, կալուգացի օլիգարխ են ասում։ Ինչ ասես կասեն, նիկոլականները, այս քպեականները, ինչ ասես կպցնում են։ Սրանց ինչ խոսքին հավատաս։ Սրանց խոսքին հավատաց, սրանք ծրիվ կեղծ են։ Սրանք ազգի տականքն են, որ եկել են իշխանության ինչ-որ պայմաններում։ Հիմա պետք է գցեն դուրս գնան։ Վերջացավ գնաց։ Շնորհակալ։ Հա, շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, եւս մեկ